Զրույցի ենք հրավիրել քաղաքագետ Տիգրան Գրիգորյանին, ողջունում եմ պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Գրիգորյան, Հայաստանի իշխանությունը կարևորում է բանակցությունների ավարտը, տեքստում պնդում են, որ չկա Հայաստանը նվաստացնող կարգավորում, ընդդիմությունը գիտեք ճիշտ հակառակ տեսակետին է, որ զիջումներն ու պարտադրանքը շարունակվելու են։ Հիմա ձեր տեսակետն եմ ուզում իմանալ, երբ Բաքուն հայտարարում է բանակցությունների ավարտի մասին, բայց զուգահեռ այսպես ստորագրման համար դնում սահմանադրության փոփոխության պահանջ։ Ձեր կարծիքով համաձայնությունը մոտ է։ Չեմ կարծում, թե մոտ է ստորագրումը, համաձայնությունը տեսանք, որ տեքստի վերաբերյալ գրանցվեց, ընդհանուր առմամբ ի սկզբանե գիտենք, որ երկու փաթեթ գոյություն ուներ, այսինքն չհամաձայնեցված կետերի խումբ, որը ներառված էր խաղաղության պայմանագրի տեքստի մեջ, եւ նախապայմաններ ադրբեջանական, սահմանադրության վերաբերյալ, Մինսկի խմբի վերաբերյալ, որոնք գոյություն ունեին զուգահեռաբար։ Այդ առումով որևէ նորություն այստեղ չկա եւ սպասելի է, որ Ադրբեջանը շարունակելու է պնդել սահմանադրության փոփոխության վրա։ Ինչ վերաբերում է այս վերջին փուլում ձեռք բերված համաձայնությանը, ապա ակնհայտ է, որ Հայաստանը ստիպված է եղել ընդունել Ադրբեջանի տեսակետը, այսինքն մենք բոլորս հիշում ենք, որ Հայաստանի վարչապետը, Հայաստանի կառավարությունը պնդում էր, որ կարող ենք օրինակ այդ երրորդ ուժերի դուրսբերումը սահմանից իրականացնել դելիմիտացված հատվածներից, զուտ սահմանազատված հատվածներ։ Այո, եւ խոսքը գիտենք, որ վերաբերում է Եվրոպական միության դիտորդական առաքելությանը, բայց փաստացիորեն մենք տեսնում ենք, որ Հայաստանը հետ է կանգնել այդ դիրքորոշումից եւ հիմա առնվազն սահմանային հատվածից հետքաշումը տեղի է ունենալու ողջ սահմանի երկայնքով պայմանագրի ստորագրման եւ ավերացման դեպքում։ Դուք ինչու եք թերահավատ, որովհետև պահանջների կատարման համար ինչ որ ժամկետներ կան, հա, դուք չեք տեսնում այդ ժամկետների այսպես արագ, հա, իրականացում օրինակ նույն սահմանադրության փոփոխության դեպքում, հա, թե նորանոր պահանջներ կարող են առաջ գալ, որն է ձեր թերահավատության աղբյուրը։ Այս փուլում առնվազն երկու խնդիր կա, առաջինը ժամանակային խնդիրն է, մենք գիտենք, որ սահմանադրություն հնարավոր չէ փոփոխություններ մտցնել, պետք է նոր սահմանադրություն գրել եւ մեծ հաշվով իշխող ուժը վերջին ամիսների ընթացքում այդ նախապատրաստական աշխատանքները տանում է իրական Հայաստանի վերաբերյալ այս բոլոր խոսույթներով։ Կա նաեւ արդարադատության նախարար Սրփուի Գալյանի հայտարարությունը, որ նոր սահմանադրության նախագիծը պատրաստ կլինի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների զուգահեռ, այսինքն այդ ընտրություններին ընդառաջ, այսինքն ժամանակային առումով կարծես թե Եվ վերջո եթե հանրաքվե նաև ժողովրդի տեսակետը հնարավոր է նաև Դա երկրորդ խոչընդոտը կարող է լինել, այսինքն շատ դժվար է լինելու հանրաքվեով չհաստատվի շատ դժվար է լինելու նախ մասնակցություն ապահովել, որովհետև գիտենք, որ սահմանադրական հանրաքվեի պարագայում կան հստակ պահանջներ մասնակցության հետ կապված։ Երկրորդը իհարկե իշխանությունները ինչքան էլ չփորձեն համոզել, որ սա ներքին օրակարգ է, որ սա չգիտեմ, իրական Հայաստանի հայեցակարգի մասը, բայց ակնհայտ է, որ առնվազն հանրության շրջանում այնպիսի ընկալում է լինելու, որ սա պարտադրվում է Ադրբեջանի կողմից։ Կարծում եմ իշխանությունները փորձելու են ներկայացնել նաև սա որպես գին խաղաղության համար, բայց հաշվի առնելով նաև, որ այլ գործընթացներում դեռևս կան բազմաթիվ չլուծված հարցեր, այս փաստարկը կարող է համոզիչ չլինել։ Ինչքան է հեռու այդ պայմանագրի ստորագրումը։ Կարծում եմ 1-2 տարի դեռևս այս գործընթացը կտևի եւ չկան որևէ երաշխիքներ, որ օրինակ նույն սահմանադրական հանրաքվեի կազմակերպման դեպքում դրական պատասխան կտա հենց հայաստանյան հանրությունը։ Կարծես թե հենց այդ ժամկետների վերաբերյալ պատկերացումներ կան նաեւ, երբ բանը հասնում է դիտորդական առաքելության գործունեությունը փոխելու կամ ընդհանրապես կասեցնելու հարցին, այսինքն գիտենք, որ մանդատը հաստատվել է 2 տարով եւ կարծես թե մոտեցումը այն է, որ մինչեւ մենք այս ամենը անենք, ստորագրենք, վավերացնենք, եւ մանդատն էլ կավարտվի եւ այլևս երկարաձգելու կարիք չլինելու, այսինքն մինիմալ ժամանակահատվածը որ պետք է վերցնենք, հենց այդ է։ Պարոն Գրիգորյան, կան ընդհանուր պատկերացումներ պայմանագրի նախագծում ամրագրումների վերաբերյալ, հա, բայց նաև իրականություն, որտեղ պատերազմի վտանգը մշտական է, պահանջները անընդհատ ավելանում եւ շարունակվում են, Արցախը հայաթափված է, հայ գերիները ադրբեջանական բանտերում են եւ այլն։ Հիմա այդ խաղաղությունը ինչ եք կարծում, եթե ստորագրվի, վավերացվի եւ ուժի մեջ մտնի, դա կմնա թղթի վրա, թե իրական կդառնա։
Դե տեսեք, այս փաստաթուղթը ինքնին բավականին թույլ փաստաթուղթ է։ Մենք վերջին տարիների ընթացքում տեսել ենք, թե ինչպես են բոլոր առանցքային հարցերը դուրս հանվել խաղաղության պայմանագրի տեքստից։ Սա իշխանությունները հիմա փորձում են ներկայացնել որպես ինչ-որ ձեռքբերում, որ տեսեք, օրինակ, ապաշրջափակման հարցը ներառված չէ փաստաթղթի մեջ կամ առարկայական անդրադարձ չկա այդ հարցին։ Բայց իրողությունն այն է, որ նույնիսկ փաստաթղթի ստորագրումից հետո մենք ունենալու ենք բազմաթիվ չլուծված հարցեր եւ առաջին հերթին հենց ապաշրջափակման թեման է կարծում եմ բավականին վտանգավոր եւ ես կարծում եմ որոշումը դիտորդների վերաբերյալ, որ փաստաթղթի ստորագրումից եւ վավերացումից հետո դիտորդները կարող են դադարեցնել իրենց գործունեությունը Հայաստանում, լուրջ վտանգներ է ստեղծում, որովհետեւ եթե դու ունես չլուծված ամենայն դեպս սահմաններին իշխանությունը այդպես է, հա, հայ-ադրբեջանական սահման։ Դե ես վստահ չեմ, որ Ադրբեջանը այդպիսի մեկնաբանություն ունի այս պայմանավորվածության եւ սա եւս իրականում վտանգներից մեկն է, որ կրկին ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթի պարագայում կողմերը իրենց համար ձեռնտու կերպով են մեկնաբանելու այդ կարծում եք մեկնաբանությունների տարբերություն արդեն մենք ծանոթ չենք այդ տեքստին, բայց կողմերը տեսնում ենք Հայաստանը խոսում է կամ սահմանային հատվածից հետ քաշելու մասին, կան որոշ մեկնաբաններ, որոնք նշում են, որ սա ընդհանրապես Եվրոպական միության դիտորդներին չի վերաբերում, որովհետև նրանք ուժ չեն, բայց Ադրբեջանը հստակ է, չէ՞, որ նպատակ է դրել դիտորդներին հանել Հայաստանից եւ այդ նպատակը երևում է ամենօրյա ռեժիմում երեկեւս Ադրբեջանի նախագահը թիրախավորում էր դիտորդներին իդեպ Շարլ Միշելի ներկայությամբ, որը ակտիվ մասնակցություն էր ունեցել դիտորդական առաքելության տեղակայման հարցում։ Մի խոսքով ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է քիչ թե շատ աշխատող գործոնը, իդեմս Եվրոպական միության դիտորդական առաքելության կասեցնել, հույսը դնելով փաստաթղթի վրա, երբ դու դեռևս ունես չլուծված հարցեր։ Այդ հարցերից կարելի է առանձնացնել, ինչպես արդեն նշեցի, ապաշրջափակման թեման, որտեղ կողմերը կարծես թե չեն կարողանում փոխադարձ ընդունելի լուծման հասնել, անկլավների հարցը դեռևս շարունակելու է գոյություն ունենալ եւ ընդհանուր առմամբ դելիմիտացիայի գործընթացը կարծում եմ երբ հասնի Հայաստանի օկուպացված տարածքներին Ադրբեջանը կասեցնելու է այդ գործընթացը եւ այդ պարագայում չունենալ գոնե երրորդ կողմի ներկայություն գետնի վրա, որը կարող է ինչպես հիմա արձանագրել, որ ադրբեջանական տարբեր մեղադրանքները, տարբեր հայտարարություններ, որ Հայաստանը պատերազմի է պատրաստվում չեն համապատասխանում իրականությունը այդքան էլ խելամիտ չի։ Խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ չանելու ամրագրում կա կողմերի համար, երեք վարչապետ Փաշինյանը ասաց։ Սա Բաքվում միշտ չի կարող մեկնաբանվել ըստ նպատակահարմարության, թողնված ռիսկ չէ սա, պարոն Գրիգորյան։ Այո, վստահաբար, այստեղ խոսքը ամենայն հավանականությամբ գնում է այսպես կոչված ռևանշիզմի մասին, բայց դժվար է հասկանալ, թե Բաքուն ինչն է ռևանշիզմ համարելու, եւ սա եւս մեկնաբանման լայն տարածություն է թողնում Ադրբեջանի իշխանությունների համար եւ այդ առումով կրկնվենք, որ միայն ստորագրված փաստաթուղթը իհարկե որևէ երաշխիքներ չեն տալիս, որ ապագայում էսկալացիաներ գոյություն չեն ունենալու։ Միայն այն հանգամանք, որ մենք արդեն ծանոթ չլինելով փաստաթղթին, բայց ինչ որ ինֆորմացիա ունենալով կարող ենք տեսնել, որ որոշ կետեր կարող են տարաբնույթ մեկնաբանություններ ստանալ կողմերի կողմից, խոսում է այդ վտանգի մասին։ Բայց եթե կնքվի այդ պայմանագիրը, դուք ոչ մի շանս չեք տեսնում, որ այն կարող է խաղաղություն բերել։ Դե տեսեք, այս պայմանագիրը ինքնին շրջանակային պայմանագիր է, այսինքն սկզբունքների մասին է, այդ պայմանագրով որևէ կոնկրետ հարց չի լուծում։ Եթե կնքվի, վստահաբար ավելի բարենպաստ մթնոլորտ կլինի տարբեր գործընթացներում պրոգրես առաջընթաց գրանցելու համար, բայց ասենք թե կնքվել է խաղաղության պայմանագիրը, բայց կան տարաձայնություններ ապաշրջափակման հարցում։ Մենք տեսանք, որ վերջին տարվա ընթացքում ինչ կրեատիվ լուծում ասես չի առաջարկվել այս հարցում, էլ երրորդ կողմի վերահսկողություն մասնավոր ընկերության, էլ բեռնափոխադրումների համար միայն, բայց Ադրբեջանը կարծես թե շարունակում է ինչ որ յուրահատուկ ռեժիմի վրա պնդել։ Եթե այս հարցը լուծված չէ, բայց կա խաղաղության պայմանագիր, արդյոք մենք կարող ենք խոսել խաղաղության մասին։ Եվ նույնը վերաբերում է այլ հարցերին։ Ընդհանուր առմամբ իհարկե պարադոքսալ է նաև, որ առնվազն հումանիտար հարցերը այս փաստաթղթով չեն լուծում, այսինքն ինչպես կարելի է խոսել խաղաղության մասին, եւ դեռևս Բաքվում շարունակելու են պահվել հայ գերիներ օրինակ։
Պարոն Գրիգորյան, դուք խոսեցիք ապաշրջափակումից, այդ հարցը խաղաղության պայմանագրից գիտենք առանձնացված է եւ հիմա առանձին բանակցություններ են ընթանում կողմերի միջև։ Արտգործնախարար Միրզոյանը այսօր նաեւ ասել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին կետ չկա բանակցված, նախագծում։ Կա տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման դրույթ։ Սա ձեր կարծիքով չեզոքացնում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ուժով վերցնելու սպառնալիքը, գիտենք Բաքվից այդպիսի հայտարարություններ հնչել է։ Տեսեք, նախ արձանագրենք, որ իշխանությունները վերջին 2 օրվա ընթացքում փորձում են այն հանգամանքը, որ ապաշրջափակման թեման կամ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման ներառված չէ վերջնական տեքստի մեջ, ներկայացնել որպես մեծ ձեռքբերում, բայց մենք բոլորս գիտենք, որ այս հարցերը տարանջատվել են ամիսներ առաջ, Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Էմիրբայևը առաջին անգամ դրա մասին խոսեց, այսինքն այստեղ որևէ նորություն չկա եւ անհասկանալի է թե ինչու են դրա վրա շեշտը դնում։ Գործընթացները տարանջատվել են, ես ենթադրում եմ, որ սկզբունքների վերաբերյալ ինչ որ հիշատակում կլինի ապաշրջափակման կամ միգուցե ավելի ընդհանրական սկզբունքներ, բայց այդ սկզբունքները մի քանի անգամ արդեն արձանագրվել են տարբեր փաստաթղթերով եւ դելիմիտացիայի գործընթացում են արձանագրվել, հիշում ենք, որ հայտարարություններ են ընդունվել ապաշրջափակման վերաբերյալ, որտեղ եւս խոսքը գնում էր փոխադարձության սուվերենության իրավազորության սկզբունքների մասին, բայց Ադրբեջանի պահվածքը այդ առումով չի փոփոխվել, այսինքն այդ հայտարարությունները մեծ ազդեցություն չեն ունեցել Բաքվի պահվածքի վրա։ Այստեղ ավելի կարևոր է ոչ թե այն հանգամանքը, թե ինչ սկզբունքներ են տեղ գտել փաստաթղթերի մեջ, այլ ընդհանուր առմամբ միջազգային կոնյունկտուրային տեղի ունեցած փոփոխությունները, որովհետև կարելի է նաև արձանագրել, որ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցում որոշակիորեն նույնիսկ կոշտացել է, օրինակ Թրամփի ընտրությունից հետո Միացյալ Նահանգներում, եթե նախկինում նրանք մեծ հաշվով ասում էին Հայաստանին, որ եթե չտրամադրեք մեզ այդ ճանապարհը կամ անցումը, մենք ընդհանրապես որևէ ապաշրջափակում չենք իրականացնելու, բայց Ալիևը հունվարի սկզբին արդեն հայտարարում էր, որ այդ ճանապարհը, այդ կոմունիկացիան կամ միջանցքը, ինչպես իրենք են ասում, պետք է բացվի եւ կբացվի։ Այսինքն դուք ռիսկը վերացած չեք տեսնում։ Վստահաբար ոչ, եւ սա կարծում եմ այն հիմնական խնդիրներից է լինելու, որ էսկալացիայի պոտենցիալ աղբյուր է դառնալու եւ այդ առումով կրկնում եմ, որ Եվրոպական միության դիտորդական առաքելությունից հրաժարվելը թեկուզ ապագայում, թեկուզ 2 տարի հետո ունենալով չլուծված այսպիսի հանց լուրջ վտանգներ է պարունակում։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար, ես հիշեցնեմ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ էի զրուցում։